մեզ ամենամեծ բուժումը տալիս են մարդիկ ու ամենամեծ վերքերը կարող են տալ մարդիկ։ Ինչպես դուք իրար հանդիպելով բուժեցիք իրար։ Մեր հանդիպումից հետո իմ կյանքը շատ փոխվեց, սեր լցվեց իմ կյանք, որը որ ես մտածում էի ել չի լինի իմ կյանքում, բայց արի ու տես հայտնվեց մի մարդ, ով ինձ տվեց սեր, ինքը լսել գիտի, ինքը հասկանալ գիտի։ Լսելն ու հասկանալը հմտություն է, որը պետք է ունենալ, թե երբ իրար սիրում եք, մեխանիկորեն լսում եք, հասկանում եք, աջակցում եք։ Ամեն մարդ չի, որ կարա սիրի ու դիմացինին լսի ու հասկանա, որովհետև շատ դեպքեր են լինում, երբ որ մարդիկ իրար սիրում են ու ամուսնանալուց հետո սկսում են իրար դաստիարակել։ Իմ դեպքում սերը դրթեց, որ ես ունենամ այդ լսելու ունակությունը ընդունելու։ Իմ բնավորությունը այնպես է, որ կարի ի սկզբանե խանձ, մի րոպե լուռ մնալը քեզ հետապահում մեծ կռվից։ Կինը որ սկսում է խոսալ, ինքը չի լսում։ Այդ պահին դա նյարդայնացնում է, որտեղ ուզում ես կռվես։ Հոգեպես դու քեզ ավելի լավ զգում ես Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում։ Ես ինձ Հայաստանում լիարժեք եմ զգում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես կիմանուն ազգանունի տերը չէի։ Սարերից այն կողմ ամեն ինչ քաղցր է երևում։ Երբ որ գնում ես, սկսում ես ապրել ու ասել ձեզ սկսում ես ամեն ինչ զրոյից, դեպրեսիան իհարկե շատ մեծ է լինում։ Մեզ շուտվանից ուզեցել են իրար հետ ծանոթացնել։ Հետո չի ստացվել, ես պատրաստ չէի լուրջ հարաբերությունների, ես չէի ուզում լուրջ հարաբերություն, կամաց, ձևավորվեց ամեն ինչ, ես Ամերիկայում էի ապրում այդ ժամանակ, հավաքեցի վեշերս եւ վերադարձա Հայաստան։ Դու հիմա ինչպեսի հայր ես։ Ինձ թվում է լավ, միակ վատ բանը, որ իմ տեղը հիմա ինձանից մի քիչ հեռու է, բայց ես երբեք չեմ դադարում իր հետ շփվելը, ես ամեն օր իր հետ կապի մեջ եմ։ Միշելի հետ շատ լավ հարաբերությունների մեջ են իրանք, նորից կուզենամ հայրանալ, իսկ Միշելը իհարկե։ Ես ունեմ արդեն ամեն ինչ, որ ինձ անհրաժեշտ է ու հիմա իմ կյանքի բացը դա է, որը որ ես կուզենամ շուտ լրացվի։ Life-Room-ի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Սերը բուժեց։ Ու սերը բուժեց Life-Room-ի սեր շարքում այսօր դերասան Մոսո Կարապետյանն ու կինը Միշելն են, ողջույն։ Ողջույն։ Իմ հաղորդման խորագիրը ու սերը բուժեց, որովհետև որպես կանոն մեզ ամենամեծ բուժումը տալիս են մարդիկ ու ամենամեծ վերքերը կարող են տալ մարդիկ։ Այ ինչպես դուք իրար հանդիպելով ավելի դրականը բերեցիք իրար կյանք ու նաև բուժեցիք իրար։ Դե մեր հանդիպումից հետո, մեր միասին շփվելուց հետո իմ կյանքը, ես իմ մասին խոսեմ, հետո Միշելը իր մասին կպատմի, իմ կյանքը շատ փոխվեց դեպի դրականը ու դեպի ամենալավը փոխվեց, սեր լցվեց իմ կյանք, որը որ ես մտածում էի ել չի լինի իմ կյանքում, բայց արի ու տես ժամանակը եկավ ու հայտնվեց մի մարդ, ով ինձ տվեց սեր, ով ինձ տվեց ապրելու, արարելու, ավելի առաջ նայելու, ավելի գունավոր նայելու այս կյանքին, այդ հույսերը, այդ ամեն ինչը տվեց ինքը ինձ ու ես շնորհակալ եմ Աստծուն, որ տեղի ունեցավ մեր հանդիպումը ու մենք ամուսնացանք։ Նույնը ես կարամ ասեմ, որովհետև մի քանի օր առաջ էի նույնիսկ Մոսոին ասում, որ իր հայտնվելուց հետո իմ կյանքում շատ ավելի դրական փոփոխություններ եղան ու ոնց որ կյանքը գունավորվեց, նոր գույներ ստացավ, այսպես ասած։ Դուք ի սկզբանե իրար շատ լավ հասկանում եք, թե ժամանակի հետ սկսեցիք իրար ավելի լավ հասկանալու զգալ։ Մեր մոտ տարիքային տարբերությունը 10 տարի է, մի քիչ տատանումները շատ էին, բայց կամաց ամեն ինչ հարթվում է, կամաց ամեն ինչ դեպի ավելի լավն է գնում, չեմ ասի հիմա վատակամ ինչ-որ մի բան է, բայց շատ ավելի լավանում է, որովհետև ինքը լսել գիտի, ինքը հասկանալ գիտի, ես էլ փոխադարձ իրան հասկանալ գիտեմ
ու մեր մոտ ստացվում է ամեն ինչ շատ լավ։ Լսելն ու հասկանալը հմտությունն է, որը պետք է ունենալ, թե երբ իրար սիրում եք, մեխանիկորեն լսում եք, հասկանում եք, աջակցում եք։ Չէ, այդ լսելն ու հասկանալը հմտություն է, դա ամեն մարդ չի, որ կարա սիրի ու դիմացինին լսի ու հասկանա, որովհետև շատ դեպքեր է լինում, երբ որ մարդիկ իրար սիրում են ու ամուսնանալուց հետո սկսում են իրար դաստիարակել, ես դա չեմ ընդունում, որովհետև ամեն մարդ իր կյանքը ապրում է ու հասնում է ինչ-որ մի կետի, երբ որ ամուսնանում է ու եթե իրանք ամուսնացել են, արդեն էլ իրար ուղղելու, իրար դաստիարակելու խնդիր պիտի չունենան, ու ինձ թվում է մենք չունենք դա, մենք հարգում ենք միմյանց կարծիքը, հարգում ենք միմյանց ամեն ինչ կարելի ասել։ Ես լիովին համաձայն եմ, բայց իմ պարագայում ես այդ հմտությունը այդքան չունեմ։ Ուղղակի իմ դեպքում սերը դրթեց, որ ես ունենամ այդ լսելու ունակությունը, ընդունելու ու փոփոխություններ մտցնելու։ Շատ նոր բանի մասին ենք խոսում՝ մարդուն փոխելու եւ չփոխելու։ Մի կողմից չի կարելի վերցնել մարդուն ու ծռել, ջարդել, որոշել նոր մարդ ստեղծել, մյուս կողմից կան ինչ-որ հարցեր, որտեղ կարելի է եւ փոփոխությունների, զիջումների գնալ ու հղկել ինչ-որ բաներ հանուն այն ընդհանուր բանի, որը ունեք, հանուն սիրո, հանուն ընտանիքի։ Որտեղ է այստեղ ոսկե միջինը, որովհետեւ ուղղակի ասել, որ դե ես այսպեսին եմ ու չեմ փոխվում, դա էլ լավ տեղ չի տանում։ Մենք այդպես չենք, ոչ ես եմ փորձում փոխել Մոսոին, ոչ Մոսոն ինձ, որովհետև մենք իրար ընդունել ենք այնպիսին, ինչպիսին որ կանք, բայց առօրյայում, երբ որ արդեն սկսում ես ապրել մարդու հետ, գալիս է մի պահ, որ պետքա փոխզիջումների ուղակի գնաս ու դա լինում է ինքնաբերաբար։ Օրինակ դեմքի արտահայտությունից, ինչ որ շարժումից, նույնիսկ պարտադիր չի ինքը ասի, դու հասկանում ես, որ դա իրան հաճելի չի, ու ինչ որտեղ դա էլ է քեզ դիսկոմֆորտ առաջացնում, մեխանիկորեն փոխում ես այն, ինչ դու անում ես իրան տհաճություններ պատճառում, փոխում ես, որ էլ տենց չլինի, որտեվ իր տրամադրությունը, վատ տրամադրությունը քո վրա էլ է անդրադառնում, թե չէ երբեք չի եղել տենց խոսակցություններ դու պիտի փոխվես, ինձ սա դուր չի գալիս, սա ինձ ճնշում է, սա վատ է, տենց թունավոր խոսակցություններ չենք ունեցել։ Իսկ թվում է ի սկզբանե ընկերություն անելու ժամանակ արդեն դու մարդուն ճանաչում ես, արդեն դու հասկանում ես ինքը քեզ կարա կողակից լինի թե չէ։ Իսկ այն մնացած հարցերը ամուսնանալուց հետո կենցաղը որ մտնում է մարդու կյանք, դա էլ արդեն ընթացքային հասկանալու հարց է։ Հնարավոր չի երկու մարդ նույն ձև մտածեն, նույն բանի մասին մտածեն, բայց սերը տանում է փոխզիջման, ինձ թվում է։ Իսկ օրինակ դուք ինչ փոխզիջումների եք գնացել ձեր հարաբերությունները պահելու համար։ Շուտ եմ տուն գալիս։ Ես առասարակ սիրում եմ զվարճանալ, սիրում եմ, չգիտեմ, ուշ գալ տուն, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Հիմա էլ շատ եմ ժամանակ անցկացնում, փառք Աստծո։ Կինս դեմ չի տենց բաներին, դա էլ փոխադարձ վստահության շնորհիվ է, որտեվ դա շատ կարևոր բան է, որ բոլորը երկուսը իրար վստահում են։ Երբեմն կանայք մտավախություն են ունենում, առհասարակ շոու բիզնեսի ոլորտի նկատմամբ կան մի շարք կարծրատիպային մոտեցումներ ու հաճախ կանայք մտավախություն են ունենում, որ դե տղամարդկանց հետաքրքրությունները այս դաշտում շատ են, հնարավորությունները շատ են, տղամարդիկ էլ իրենց մտավախություններն են ունենում, բայց քանի որ այս դեպքում քեզ հետ ենք խոսում, դու ի սկզբանե մտավախություններ ունեիր Մոսոին ընտրելիս, հատկապես որ ինքն էլ սիրում է այդ ազատ կյանքը, մինչև ուշ ժամ լինել ընկերների հետ, զվարճանալ, ինչպես ինքը նշեց, թե գիտեիր, որ երբ որ սերը կա, կգա տուն։ Իրականում իմ բնավորությունը այնպես է, որ կարի ի սկզբանե խանդ, դա ուղղակի բնավորություն է ինձ մոտ, այդպես ձևավորված, բայց Մոսոն այնպես արեց, որ նույնիսկ արդեն իր հավատարմությունով ու շատ բաներով այնպես արեց, որ ես ամբողջությամբ իրեն վստահում եմ ու նման ինչ-որ մտքեր երբևէ չունեմ, ուշ գալը ինձ համար ընդհանրապես չափանիշ չի, ի սկզբանե եղել, որովհետև եթե մարդ ցանկանա ինչ-որ դավաճանություն կամ այլ ինչ-որ մի բան, ինքը կարա առավոտ շուտ, օրը ցերեկով, դա ընդհանրապես իմ համար ուղղակի կարծրատիպ է, որ ուշ եկավ տուն, դա ինչ-որ վտանգ է Իրանից ներկայս։ Այստեղ ոչ թե խնդիրը ուշ գալն, այլ հետաքրքրություններն է, որովհետև Մոսոն նշեց, որ սիրում է ժամանցի տարբերակներ, իսկ կանայք հիմնականում դրա հետ չեն սիրում հաշտվել։ Չէ, ես
ես հաշտվում եմ ու ես ընդունում եմ, ես այդ տեսակը չեմ, որ տղամարդուն տանը պահես, ընդհանրապես տանից։ Բնականաբար ինքը ունի իր ընկերներ, իր շրջապատը, իր հետաքրքրությունները ու պետքա ոնց որ ոչ թե համակերպվել, այլ ընդունել դա։ Եթե չէ, ուրեմն պետք չէր ամուսնանալ կամ պետք էր ամուսնանալ մեկ այլ տարբերակի հետ, ով որ համաձայնա ամբողջ օրը տանը նստի։ Սա ժամանակի հետ կաթիլ առ կաթիլ ներարկել ես Միշելին։ Ես ամուսնությունից առաջ իմ բոլոր խաղակարտերը բացել եմ, ինքը ինձ ճանաչել է ամբողջովին, ինքը իմացել է ես ինչով եմ զբաղվում, իմ նստել, ելնել այսպես ասած, ինքը ամեն ինչ 100%-անոց տեղեկ է եղել է դրանից ու չեմ թաքցրել ոչ մի բան ու չեմ թաքցնում։ Ոնց որ ժամանցային վայրերը իմ համար մի քիչ ուրիշ հասկացողություն են, կարող է ինչ-որ մարդ մտածի ժամանցային վայրը կլուբ գնալն է կամ չգիտեմ ինչ-որ նենց տեղեր գնալ, որտեղ որ կան շատ մարդիկ, չէ, ես ուրիշ բաներով եմ զբաղվում, իմ գիշերը ուշ տուն գալը չի նշանակում, որ ես ինչ-որ կլուբում եմ, պարում եմ ուրիշ մարդկանց հետ։ Փառք Աստծո, եթե ուզում ենք իրար հետ են գնում ու ասես։ Իսկ միասին ինչպես եք անցկացնում ժամանակը։ Մենք այնպես ենք անում, որ ուրախ անցնի, լավ անցնի, ուղղակի չենք օրը սպանում։ Եթե ինչ-որ հետաքրքիր բան ունենք անելու, մոսոն այնպես է, ես միշտ ասում եմ, իր մեջ ոնց որ կյանքը մի քիչ ավելի շատ եռաքանիմ, ու նույնիսկ եթե ես ինչ-որ մի բանի հավես չունեմ կամ ինչ-որ տեղ չեմ ուզում գնամ, մենք գնում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում, եթե նույնիսկ չէ, մենք կարանք ուղղակի ինչ-որ մի հատ ֆիլմ դնենք ու այդ ֆիլմի շուրջ նայենք, ամբողջությամբ հետո քննարկենք։ Մի խոսքով մեր ժամանակը իրար հետ շատ լավ է անցնում։ Մենք ընկերներ ենք համել, դա էլ է շատ օգնում։ Ի սկզբանե ընկերներ եք, հետո այդ ամեն ինչը վերաճեց սիրո, թե զգացմունք կար, որտեղ ծնվեց նաև ընկերություն։ Տարբերակ B զգացմունք կար, որտեղ նաև հետո ծնվեց։ Ինձ զգացի ով ուզում դառնալ միլիոնատորի հաղորդավար։ Չէ, սկզբում եղավ սերը, սկզբում եղավ ամուսնությունը, հետո կամաց մենք հասկացանք երկուսս էլ, որ այդ ամեն ինչի մեջտեղում ընկերություն անելը շատ մեծ դեր է խաղում, որտեվ եթե ընկեր չլինի դիմացինդ քեզ, դու իրեն չես հասկանա, որտեվ այս կյանքում մենք ամենալավը հասկանում ենք մեր ընկերներին։ Ռիսկ չէր ամուսնության գնալ, երբ դեռ այդ ընկերները չէիք։ Չէ, դե բնականաբար մենք կարճ ենք ընկերություն արել իրար հետ, իսկ ամուսնությունից առաջ այդ ընթացքում ռոմանտիկան է, սերն է, միմյանց ցուցաբերելու դարաշրջանն է այդ ընթացքը, բայց ամուսնությունից հետո է ձևավորվում ընկերությունը ինձ թվում։ Ինձ մոտ այդ վախը չկար, որ կարողա չձևավորվի, որովհետև ուղղակի բնավորությունը ճանաչում ես ու հասկանում ես արդյոք հնարավոր է հետագայում թեկուզ ընկերներ լինել, թե ոչ, արդյոք քեզ կհասկանա, արդյոք չի փորձի քեզ ճնշի, այդ ամեն ինչը մինչև ամուսնությունը հասկանում ես ու ոնց որ դրանից ելնելով հասկանում ես, որ կարա նաև քեզ հետագայում ընկեր լինի։ Life-room-ի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր։ Seven Stars-ը առաջատար սպա կենտրոններից մեկն է Հայաստանում, գործում է Reebok սպորտային ակումբին կից, համագործակցում են եվրոպական առաջատար բրենդերի հետ, պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում ու շատ լավ խնամքներ ունեն, այնպես որ կարող եք օգտվել ձեր նվեր քարտերից ու ծանոթանալ իրենց։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն շատ։ PDR դեմքի խորը խնամքը մեզ հնարավորություն է տալիս թիրախավորելու այն խնդիրը, որը մեզ ամեն ինչ շատ է անհանգստացնում, լինի կնճիռների հարթեցում, պիգմենտացիա, թե որևէ այլ խնդիր։ Թե կոնկրետ ինչ խնդիր կթիրախավորեք, ձեզ կօգնի որոշել Seven Stars-ի բժիշկ կոսմետոլոգը։ Իդեպ PDR-ի խորը խնամքն այս անգամ ինքս եմ իրականացնելու։ Seven Stars Spa կենտրոնում այս անգամ փորձելու են BDR գերմանական ապրանքանիշի բրայթինգ ծրագիրը։ Մաշկի պիգմենտացիա կարծում եմ բոլորիս մոտ է առաջանում։ Ինձ մոտ ամռանն արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց հետո նկատելի դարձավ որոշակի պիգմենտացիա, որից սակայն ազատվում եմ BDR-ի շնորհիվ։ Խնամքն իրականացվում է մի քանի փուլով։ Բրայթինգ ծրագիրը նախատեսված է մաշկի երանգը հարթեցնելու, մաշկը նուրբ շերտազատելու եւ պիգմենտային հետքերը աստիճանաբար բուժելու համար։ Պրոցեդուրան լիովին անցավ է եւ շատ հաճելի։
BDR-ի եզակի գործառույթներից մեկը փամփ մերսումն է, որը հյուսվածքներից հեռացնում է տոքսինները, այտուցվածությունը, բարելավում է արյան շրջանառությունը եւ նյութափոխանակությունը, արագացնում է վերականգնման եւ ապաքինման գործընթացներն ու ձգում մաշկը։ BDR-ը չունի վերականգնողական շրջան, այս խնամքը շատ զգուշորեն, բայց ճշգրիտ թիրախավորմամբ աշխատում է մաշկի վրա։ Խնամքի յուրաքանչյուր այցից հետո մաշկը միանգամից ձեռք է բերում առողջ փայլ, ձգվում է, իսկ պիգմենտացիան աստիճանաբար նվազում է։ Արդյունքին ավելի արագ հասնելու եւ հետագայում պիգմենտացիայի առաջացումը կանխելու համար Seven Stars-ն առաջարկում է օգտագործել BDR-ի տնային խնամքը։ Գերմանական BDR ապրանքանիշը եզակի է, քանի որ բացի խնամքի միջոցներից կիրառվում են նաև սարքի գլխիկներն ու լուսային թերապիան, որը բազմապատկում է կատարված խնամքի արդյունավետությունը։ Ի դեպ, ապրանքանիշի խնամքի միջոցներն աշխարհի տարբեր երկրներում վաճառվում են նաև դեղատներում շնորհիվ բուժական ազդեցության։ Հայաստանում BDR-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Seven Stars Spa կենտրոնն է։ Ամուսնության շրջանը շատերը ասում են, որ բերում է նաև որոշակի բախումների, որովհետև դուք ընկերություն անելու շրջանում ուրիշ կերպ եք իրար ճանաչում։ Երբ սկսում եք կենցաղ կիսել իրար հետ, դա բերում է իրար նորովի ճանաչելու ու լինում են դեպքեր, երբ զույգի մոտ դա ոչ թե շատ ավելի սիրուն շրջան է դառնում, այլ ինչ որ առումով դեպրեսիվ եւ բարդ շրջան է դառնում։ Դուք կենցաղում իրար ճանաչելու փուլն ինչպես անցաք։ Սենց ասեմ, ես երկար տարիներ մենակ ապրելով կենցաղային շատ բաներ ոնց ասեմ, ես փնթիչ եմ, ես սիրում եմ հետևից հավաքել, օգնել իմ կնոջի, ինչու՞ չէ։ Ու այդ ամեն ինչը ընկերություն անելու հետ մեկտեղ ստիպում է, որ մենք կենցաղային բոլոր խնդիրները շատ թեթև անցնենք, թեթև նայենք այդ բոլոր հարցերին, իհարկե տարաձայնություններ լինում են, բայց խոսում ենք, հասկանում ենք իրար, ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե, երբեմն կանանց նյարդայնացնում է, երբ տղամարդիկ չեն սիրում հավաքել, բայց կենցաղը միայն դա չէ, հա, այդ համատեղ առօրյայի մեջ այնքան նուրբ հարցեր կարող են առաջ գալ, որի մասին դու պարզապես չէր էլ մտածել, որ նման հարց ուղղակի կարող է առաջ գալ, բայց առաջ են գալիս։ Դե եթե արդեն այն փուլում ես, որ համարում ես, որ լավ ընկերներ եք, նույնիսկ այդ մանրուքները, լիքը մանրուքներ կան, հաստատ մոսոյի դեպքում էլ այտենց, որ նյարդայնացնում է, բայց ամեն րոպե ֆիքսվել այդ մանրուքների վրա, այդ արդեն չի ստացվում, որ ընկերներ եք, այդ ստացվում է, որ դեռ նոր իրար եք հարմարվում ու չեք էլ ցանկանում հարմարվել։ Եթե դու գիտակից մարդ ես, հասուն մարդ ես, հասկանում ես, որ նույնիսկ հարազատ քույր ու եղբայրները, ովքեր որ ծնվել ու մեծացել են մի տանը, ունենում են տարաձայնություններ, բայց ես ունեմ օրինակ եղբայր ու իրան չնեղացնելու համար ոնց որ չես ասում դա։ Դու փորձում ես անես ու ինքը չնկատի նույնիսկ։ Նույն բանը ստացվում է արդեն, երբ որ ամուսնանում ես, բացի նրանից, որ ընկերներ ես, ընտանիք ես դառնում ու չես ուզում ամեն րոպե խոսաս, ամեն րոպե կռիվ, եթե տենց է, ուրեմն ուզում եք բաժանվեք մի րոպե շուտ։ Ես այդպես եմ անցալում դա։ Պետքա գիտակից լինես, քաջ գիտակից լինես, այդ էմոցիաներն էլ մի կողմ դնես, ինչքան էլ դա բարդ է լինում, հատկապես էմոցիոնալ մարդկանց համար, ամեն դեպքում նույնիսկ մի րոպե լուռ մնալը քեզ հետ է պահում մեծ կռվից։ Տղամարդիկ միշտ ասում են, որ այդ մի րոպե լուռ մնալը պետք է կինը կարողանա անել, բայց ամեն դեպքում հարաբերությունները հիմնված են երկու անձի վրա։ Դու եւս կարողանում ես այդ մի րոպեն լուռ մնալ։ Ես կարողանում եմ մի րոպե լուռ մնալ, որտեղ մեր տարիքային տարբերությունը 10 տարի է, ես մի քիչ ավելի շատ եմ ապրել ու հաստատ գիտեմ ինչ անել այդ պահին, որ զրույցը չշարունակվի, դեպի վատը չգնա։ Ես չեմ շարունակում ուղղակի։ Իսկ չես շարունակում պատտվում գնում ես, թե ունես այդ հմտությունը, որ գուցե չշարունակես ու ուղղակի գրկես կնոջդ այդ պահին։ Երկու հմտությունն էլ ունեմ։ Նայած այդ պահին ինչ է կատարվում, ինչ թեմայի շուրջ է զրույցում, ինչ է լինում, առհասարակ չեմ սիրում շարունակել, մանավանդ կնոջ հետ տղամարդը չպիտի դնի արտահայտություն կա, չանա կռիվանի, չպիտի անես, որտեվ կինը սիրում է կռիվանել, իսկ տղամարդը պիտի միշտ հասկանա, որ ինքը ճիշտ է, իսկ կինը ուզում է միշտ շարունակի խոսը։ Միշել
Հասկացա ինչպես փչացրեց սրանից առաջ ամբողջ Իմ ասածն է։ Չէ, բայց իրականում կա այդպիսի ճիշտ ու ոնց որ sense ընկերուհիներով էլ որ խոսում ենք միմյանց հետ, հասկանում ենք, որ ու իրոք այդ տարիքը, որ Մոսոն նշում է, իրոք դեր է խաղում, որովհետև ոնց որ նույնիսկ չի շարունակում այդ կռիվը, այդ պահին դա նյարդայնացնում է, որտեղ ուզում ես կռվես, բայց հետո, երբ որ արդեն չեք կռվել, ճիշտ է, դու նյարդայնացել ես դրանից, դու բավարարված ես այդ կռվից, բայց հետո հասկանում ես, դե բայց լավ եղավ, որ երևի թե չշարունակվեց, որտեղ կարար շատ վատ լիներ, էլի։ Ինչի համար է պիտի շարունակես կռիվը։ Կինը որ սկսում է խոսալ, ինքը չի լսում։ Ինքը իր ճիշտն է առաջ բրդում ու ինքը չգիտի, որ դա ճիշտ չի։ Դե կինը կռվում է միշտ, երբ որ ինքը ճիշտ է։ Դա ինչ։ Բայց շատ կտրուկ էր, էլի, այդպես դե կին տղամարդը միշտ ճիշտ է, այդպես չի լինում։ Ես չեմ ասի միշտ ճիշտ է, բայց ասեցի միշտ ճիշտ է, ի նկատի ունենալով տենց կենցաղային ինչ-որ պուճուր մեր հարցերի մասին է խոսքը, թե չկան լիքը տղամարդիկ, որ ճիշտ չեն։ Պարզապես խոսքը քո մասին չէ։ Պարզապես խոսքի մասին չէ։ Դե իսկ ամեն տղամարդ տենց կասի։ Միշել, բայց իրականում բնավորության առաջին բարդ գծին արդեն եկանք հասանք։ Մարդը, որը մտածում է, որ միշտ ճիշտ է, դժվար չէ։ Չէ, բայց ինքը տենց չի իրականում։ Բայց ինչի՞ ես այդպես ասում։ Ես կռվի մասին եմ խոսում, որ կինը սկսում է կռվել, հիստերիկայի հասնել, պիտի այդ ժամանակ չխոսաս։ Դա հասկացանք, բայց կինը կարող է կռվել, որովհետև տղամարդը սխալ է։ Ես իհարկե լսում եմ, ես էլ ունեմ ականջ, ինչքան ինքը ունի, այդքան էլ ես ունեմ ու հանկարծ եթե ես զգում եմ, որ մի բան այն չեմ արել, որը որ իմ կնոջը վիրավորել է կամ իր սրտով չի եղել, ես իհարկե իրան հասկանում եմ, ներողություն խնդրելով այդ բան չի։ Ես նկատի ունեի միշտ ճիշտ եմ այն դեպքում, երբ որ կինը արդեն սկսում է ինչ-որ մենակ խոսալ, չլսել։ Խնդրել եմ ներողություն քեզնից։ Հանգիստ ասա, հա։ Դե հա եղել են դեպքեր։ Բոլորս էլ մարդիկ ենք, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք ու անսխալ մարդ չկա այս կյանքում ու իհարկե կապ չունի, ես իրանից մեծ եմ տարեկով թե չէ, բաներ կան, որ իրան դուր չի գալի, ես փորձում եմ շտկեմ, իսկ եթե համը հանել եմ, հաստատ ներողություն կխնդրեմ, այդ իմ համար ոչ մի խնդիր չի։ Իսկ համը հանում էր ավելի շատ մինչև ամուսնությունը, թե դրանից հետո։ Միշել։ Մինչև ամուսնությունը, թե դրանից հետո։ Մինչև ամուսնությունը։ Մինչև ամուսնությունը։ Այ ինչպես նշեցիր, դուք բավականին կարճ ժամանակ ընկերություն անելուց հետո որոշեցիք, որ արդեն կամուսնանաք։ Ինչն էր, որ նպաստեց, որ հարաբերությունները այդքան արագ զարգանան։ Նախ մեր ընտանիքներն են շատ շուտվանից իրար ճանաչել, հետո մենք իրար միանգամից շատ սիրեցինք, որովհետև շատ բաներ մեր բնավորության մեջ, մեր մտածելակերպի մեջ համընկավ, չգիտեմ, շատ սիրեցի ուղղակի։ Քեզ մտել էր հենց ի սկզբանե այդ շատ սիրելը։ Այո։ Ինչպես ձևավորվեցին հարաբերությունները։ Սկսեմ նրանից, որ Միշելը իմ քրոջ ընկերու աղջիկն է։ Մեզ շուտվանից ուզեցել են իրար հետ ծանոթացնել։ Հետո չի ստացվել, մեկ ինձ հարմար չի եղել, մեկ իրան հարմար չի եղել ու հետո անցավ ժամանակ։ Մենք տենց էլ չհանդիպեցինք ու անցավ դրանից համարյա մի տարի։ Ես ուղղակի գրեցի իրան, որովհետև շատ էր դուրս եկել ու պատասխանը դրական էր։ Դրականը ո՞րն է։ Պատասխանեց բարև ու դե տղամարդուն ինչ ա պետք։ Շարունակությունը հետո։ Ինքն էլ պատասխանեց կամաց, տես ձևավորվեց ամեն ինչ, ես Ամերիկայում էի ապրում այդ ժամանակ, հավաքեցի վեշերս և վերադարձա Հայաստան։ Հանուն Միշելի։ Հանուն Միշելի, հանուն հայրենիքի։ Դուք որոշ շրջան իրար հետ շփվեցիք, թե կարճ ժամանակ շփումը արդեն բավական էր հասկանալու, որ չէ, դու գալիս ես Երևան։ Մենք մոտավոր մի ամիս էր շփվում էինք ու ես երբ որ հասկացա այտենց հերվից իրար հետ շփվելով հասկացա, որ ինչ-որ մի բան հնարավոր է, ես իհարկե եկա Հայաստան, որ մոտիկ սենց աչքերի մեջ նայենք իրար ու հասկանանք արդյոք հնարավոր է շարունակություն թե չէ։ Մի ամիս հետո եկել եմ, մոտ մի ամիս մնացել եմ Հայաստանում, մի ամսվա մեջ մենք իրար հետ այս կողմ ընկերների հետ ծանոթանալ, ես իր ընկերների, ինքը իմ ընկերների
ընտանիքների հետ ծանոթանալը։ Իհարկե, այտենց մի քիչ մակերեսորեն, բայց հետո մի տարի հետո ես ամբողջովին հավաքեցի իմ իրեր ու վերադարձա հայրենիք, որպեսզի կյանքս սկսեմ ստե շարունակել։ Միշել, իսկ դու երբ գիտեիր, որ ձեզ ուզում են ծանոթացնել, բայց այդ հանդիպումը ձգձգվում էր, ամեն դեպքում, եթե Մոսոն քեզ ավելի հեռակա պիտի ճանաչեր, դու Մոսոին վստահաբար ավելի լավ էիր ճանաչում էկրանի մարդկանց, մասնակիորեն որպես մարդ ճանաչելու հնարավորություն է լինում, բացի այդ նաև էկրանից տեսնում ես, պատկերացնում ես, այ քո մեջ ինչ զգացողություններ կային այդ շրջանում։ Ես իրականում հենց Full House-ը իր համար էի նայում, դեռ երբ որ ես երեխա էի, ասենց կարելի ասել, ու իր կերպարը միշտ շատ եմ սիրել, շատ եմ հավանել։ Ես կարամ ասեմ, որ իր քույրը ինձ ոնց որ մորաքույր է եղել միշտ։ Ես ոնց ծնվել եմ, իր քույրիկին տեսել եմ։ Բայց Մոսոին երբեք չէր տեսել։ Չէ, Մոսոին երբեք չեմ տեսել։ Մոսոյի մամային օրինակ տեսել եմ։ Եղբորը տեսել եմ։ Մամաս տարիներ առաջ ասել է դու իմ հարցն ես լինելու իրան։ Երբ որ ես դեռ 14-15 տարեկան էի։ Ասում էր փոքր տղուս համար քեզ կուզենք, բայց քուրս ասում էր չէ, Մոսոն խուժանա, պետք չի։ Բայց արի ուտես։ Եթե չլիներ ինքը ինձ շատ հարազատ մարդու եղբայր, ես հաստատ չէի գրելու, չէի պատասխանելու, որովհետև այդ իմ սկզբունքներին դեմ է, բայց ինքը լրիվ ուրիշ մարդ է, այսինքն այն ինչ ես տեսել եմ էկրանից այն կողմ ու այն ինչ ես ճանաչել եմ, լրիվ տարբեր մարդիկ են։ Բայց դու էկրանից երբ նայում էիր Մոսոին, տես կարող է կերպարը քեզ համար շատ հետաքրքիր լինել, հավես լինել ու նայես կարող է որոշակի նաև սիրահարվածություն լինել։ Կար այդ սիրահարվածությունը էկրանից այն կողմ մարդուն։ Չէ, այդպես չկար։ Ուղղակի իրան սիրում էի որպես դերասան, սիրում էի իր կերպարը։ Իսկ դու երկար ես մտածել մինչև Միշելին գրելը, թե դա պահի զգացողություն էր։ Սենց ասեմ, երբ որ քուրս ցույց տվեց Միշելի նկարը ու ասաց արի ծանոթանալու, ես շատ սիրեցի իրան, շատ դուրս եկավ։ Ուղղակի այն ժամանակահատվածում, որ մեզ ուզում էին ծանոթացնել, ես պատրաստ չէի լուրջ հարաբերությունների, ես չէի ուզում լուրջ հարաբերություն, ես չէի պատկերացնում, որ կարա նորից ինչ-որ մի տենց լուրջ հարաբերություն լինի իմ կյանքում, դրա համար սկիչ փորձեցի էլ գնամ իր այդ հանդիպման։ Բայց անցավ մի տարի, ես մի օր արթնացա ու ասացի չէ, վերջ։ Պիտի լրջանաս, պիտի առաջ գնաս, կյանքը շարունակվում է։ Իսկ ամենալավ ու գեղեցիկ տարբերակը այդ պահին Միշելն էր։ Երբ որ ես իմ մեջ հասկացա, որ այդ լրջությունը եկել է, որ ժամանակն է սկսելու, ես ամենաառաջինը իրան գրեցի, որովհետև քուրս իր մասին ինձ պատմել էր, ես տեսել էի իր նկարները, գեղեցկուհի, ինչի՞ չէ, փորձեցի ու ստացվեց։ Տարիքային տարբերությունը շատ նուրբ կետել ունի։ Երբեմն տղամարդիկ տարիքով ավելի փոքր աղջիկ ընտրելիս հաշվի են առնում նաև այն գործոնը, որ երբ դեռ շատ կյանքի փորձ չունի, ուղղորդումը շատ ավելի հարթ է ստացվում, որովհետև մարդը դեռ նոր պետք է որոշակի փորձ կուտակի, դու արդեն ունես քո փորձը եւ քո փորձով կարող ես խորհուրդ տալ, կարող ես ուղղորդել, քեզ համար սա կարևոր էր, որ դու կարող ես նաեւ ինչ որ հարցերում ուղղորդել Միշելին։ Ես մեր տարիքային տարբերության պելուսները ընթացքում եմ հասկացել ու կկրկնվեմ, Միշելը շատ լավ լսել գիտի ու ինքը հասկանում է ու գիտակցում է, որ ես մի քիչ ավելի շատ եմ ճանապարհ անցել ու թե կենցաղային, թե կյանքի հետ կապված ինչ-որ խորհուրդներ ա լինում, տալիս եմ լսում եմ, բայց միևնույն ժամանակ Միշելը շատ կայացած աղջիկ էր այդ ժամանակ, երբ որ ես իրան ճանաչեցի, ինքը արդեն իր ինստիտուտը ավարտած, ինքը իր աշխատանքը ուներ, ինքը իր ձևավորված մարդ էր ինքը ու ինձ պետք չէր, ես փոքրիկ երեխա չեմ վերցրել, որ դասի արակեմ։ Ես կայացած մարդ եմ ճանաչել իրան ու որպես կայացած եմ իրան ընդունել։ Ես կարող եմ իր խորհուրդներն էլ լսեմ, որտեվ ինքը նես չի, որ տարիքով փոքր է, բայց ուղեղն էլ է փոքր։ Չէ, ինքը շատ բան իմաց խելացի աղջիկ է։ Իսկ կան ինչ որ հարցեր, որ օրինակ Միշելը այդպես է մտածում, դա իր բնավորությունն է, դու չէիր ուզի այդպես լիներ, բայց դու դա ընդունում ես, որովհետև մարդը այդպեսին է։ Միշելը շատ շուտ է բռնկվում, ահա որ, ու անիմաստ թեմաների շուրջ կարա
Ունենց էմոցիա տա, որ կողքից նայում ես, ասում ես ինչի համար։ Միակ բանը, որ ես փորձում եմ այս ընթացքում իր մեջ շտկեմ, շտկելը մի քիչ կոպիտ է հնչում։ Միակ բանը, որ փորձում եմ շտկեմ, դա է, որ ինքը մի քիչ ավելի շուտ է բռնկվում։ Իսկ դա պետք չի, ոչ մեկը արժանի չի քո ներվին, մի կյանք ենք ապրում, պիտի հանգիստ ապրենք։ Մենք խոսեցինք տարիքային տարբերության առավելությունների մասին, իսկ բացասական կողմեր կան, թե չէ։ Չէ, ամեն ինչ իդեալ է։ Իմ համար շատ ես ուրախ եմ, որ ինքը ինձնից տենց փոքր է։ Մեր ընտանիքում էլ եմ դա տեսել, որտեղ մամայի ու պապայի տարբերությունն էլ է այդքան եղել։ Դու ուզում ես ստեղծել ընտանիք այն մոդելով, որում մեծացել ես։ Իհարկե։ Ես իմ ընտանիքի մամայի պապայի հարաբերությունները միշտ եմ սիրել, իրանք իդեալական հարաբերությունների մեջ են եղել։ Հա, իմ մոտ էդիպյան կոմպլեքսը միշտ էլ աշխատել։ Մեր միջավայրում մենք ամենասուրը ընկալում ենք եւ դրականը եւ բացասականը։ Կան ինչ-որ բաներ, որ օրինակ կուզես քո ընտանիքում այդպես չլինի։ Ես միշտ թեմ եմ անիմաստ կռիվներին ու գնում եմ դեպի դրան, որ այդ ստից փոքր բաների պատճառով պետք չի կռվել, պետք չի մանավանդ աղջիկը, որ կռվում է, սկսում է հերվից գալ, չէ, անցածից։ Որ դու այսօր ես կռվել, բայց ինքը 3 տարի առաջ բան էր մտապահել, այսօր կարա արտահայտվի։ Դրա համար պետք չի փոքր բաների համար կռվել։ Ինչպես հասկանում եմ, դու կյանքում ամենաշատը հոգնել ես կռիվներից։ Այո։ Պատկերացրեք, որ այո։ Հիմա լիարժեք գտել ես քո խաղաղությունը։ Հա, ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես ուզում եմ գնամ տուն, կապ չունի ինչ վիճակա, ինչա կատարում, ես ինձ տունը կանչում է, որովհետև տան մեջ կա սեր։ Դա պայմանավորված է միայն Միշելի քո կյանքում հայտնվելով, թե նաև աշխատանքով, քո կյանքի մյուս գործոններով, որոնք այսպես բերեն են ինչ-որ լիարժեքության, որտեղ դու կարողանում ես քեզ խաղաղ զգալ։ Չէ, Միշելի հայտնվելը իր տված սիրո, որովհետև ինքը նենց է անում, նենց է իրան պահում, որ ես ուզում եմ գնամ տուն, ես ուզում եմ ինքը գա շուտ տուն, շուտ ասած տեղը աշխատանքը շուտ վերջացնի, շուտ գա։ Ուրիշ բան չմտածեն մարդիկ էլ, ուշ է գալիս, նստած սպասում եմ, չէ։ Ես որ գործերս ավարտեցի, որ ուզենամ գնամ ինչ-որ միտեղ ընկերներից հետ ժամանակ անցկացնելու, հանգիստ գնում եմ, մի վայրկյան չեմ մտածում իմ կինը կասի, վայ, էլի ընկերների հետ գնաց ես կամենքում, բայց հիմնականում ուզում եմ գնամ տուն, որտեվ այդ տունն էլ իմ ընկերը ինձ սպասում է, գնում ենք, մենք իրար հետ ամեն ինչ կարանք անենք, մենք կարանք իրար հետ նստենք ֆիլմ նայենք, զրուցենք, նույնիսկ խմենք ինչ-որ մի բաժակ, ամեն ինչ։ Ես միշտ եմ ուզում տուն գամ, որովհետև տանը ինձ հաճելի է, բայց ես Միշելին էլ եմ ասել, եթե ուզում ես ինչ-որ մի բան անենք, միտեղ գնանք, ուրիշ կանանց նման չնստես, տենց մտածես, հետո ինձ ասես մի օր տեղ չգնացինք։ Ուզում ես տեղ գնանք, ասա, արի գնանք քաղաքից դուրս, գնացինք, արի գնանք ինչ-որ միտեղ հաց ուտելու, գնացինք, գնանք կինո, գնացինք։ Ես արդեն չեմ ուզում ինձ մեծ մարդ հասեմ, բայց ինձ տունը ավելի հանգիստ է։ Բայց եթե ուզում ես գնանք ինչ-որ միտեղ, բաժամստ, որ վարքյանին ասես, ես մենակ դեմ եմ, կողում եմ։ Ես դեմ չեմ, սապսենս դաս։ Իսկ այս առումով է ավելի նախաձեռնող։ Ես ամեն ինչ թողել եմ Միշելի վրա։ Բայց ինքն է շատ նախաձեռնում, ասենք թե օրինակ ասում է կգնանք այստեղ, կգնանք այնտեղ, պլանավորում է, ուղղակի ինձ մի քիչ ուշ է տեղյակ պահում։ Ես կարող ուղղակի այսօր գնացինք ես ընկերոջ տուն կամ այս ընկերների հետ գնացինք ես ինչ տեղը։ Ես չեմ սիրում։ Ուրբաթ օրը պիտի գնանք ես իմ։ Իսկ ես այդպես եմ։ Այս պլանավորը չեմ սիրում։ Հենց հիմա, հենց այս վարքյանին հարմար է գնացինք։ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր իմպլանտումը թե ստոմատոլոգիայի թե կոսմետոլոգիայի հարցում որակյալ ու շատ լավ ծառայություններ է մատուցում, այնպես որ դուք կարող եք ընտրել ստոմատոլոգիան թե կոսմետոլոգիան եւ գնալ։ Իմիջայլոց էսթետիկ կենտրոնը իմպլանտումի նորաբաց է եւ բավականին մեծ նորարարություններ ունի, նոր սարքեր, նոր կոսմետիկ միջամտություններ, որոնք կարող եք փորձել։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։
Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի, օրինակ կարող է բուժել միգրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը, ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն ունի բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող է լինել ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել են բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ, կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։
սերը բուժեց։ Ի վերջո կար տարբերակ ապրելու Միացյալ Նահանգներում եւ Միշելը գար քեզ մոտ եւ մյուս տարբերակը, որ դու եկար Հայաստան։ Իհարկե շատ լավ որոշում է, բայց կպատմես ինչու այդպիսի որոշում կայացրեցիր։ Նախ ես ապրելու Միացյալ Նահանգներում իմ մասնագիտության մեջ շատ հետ էի մնում, ինչը որ ես չեմ սիրում, ես ընտրել եմ դերասանի մասնագիտությունը ու քանի երիտասարդ եմ, այսպես ասած, չնայած 36 տարեկան եմ արդեն, բայց մեծ բան եմ կորցրել այդ 8-9 տարին ապրելով Ամերիկայում կապված իմ մասնագիտության հետ, իսկ երկրորդ հերթին Միշելը դեռ սովորում է օրդինատուրայում ու իր այդ երկար անցած ճանապարհը մի վայրկյանում ամուսնությունով ասել չէ, դու պիտի էլ չսովորես, գնում ենք Ամերիկայում ապրենք, ինչա թե Ամերիկայում ենք ապրում, մի քիչ սխալ կլիներ իմ կողմից, մի քիչ անհարգանք կլիներ ու ինձ չթվում որ դա ճիշտ է։ Ժամանակը կգա, եթե անցնեն տարիներ մենք հասկանանք, որ ստեղ չի ստացվում ինչ-որ մի բան, կվերադառնանք Ամերիկա։ Հոգեպես դու քեզ ավելի լավ զգում ես Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում։ Ես ինձ Հայաստանում լիարժեք եմ զգում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես կիմանուն ազգանունի տերը չէի։ Շատ հաճախ, երբ մարդիկ տեղափոխվում են որևէ երկիր, իրենց մոտ բավականին բարդ շրջափուլ է սկսվում, որովհետև երբ դու 27-28 տարեկանում հայտնվում ես զրոյական կետում, իսկ տեղափոխությունը միշտ զրոյական կետ է, եթե քեզ համար ամեն բան ապահովված չէ։ Դա բերում է ներքին բարդ փուլերի։ Դու այդ ներքին բարդ փուլերը անցել ես հայտնվելով Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներ գնացել եմ սկզբում որպես հյուր, որպես արտիստ, որպես full house-ի հրաչ համերգներով եմ գնացել, ծաղիկներ եմ տեսել եմ սիրունգույներ, ինչ-որ ուրիշ բաներ եմ տեսել, բայց ասում եմ սարերից այն կողմ ամեն ինչ քաղցր է երևում, երբ որ գնում ես սկսում ես ապրել ու ասել ես սկսում ես ամեն ինչ զրոյից, դեպրեսիան իհարկե շատ մեծ է լինում։ Ես շատ դեպրեսիվ բաներ եմ ունեցել, բայց փառք Աստծո ես կարողանում եմ հաղթահարեմ այդ բաները։ Որովհետև չէր նկարահանվում, բայց գլուխը պահել էր պետք եւ պետք էր աշխատել նաեւ։ Այո։ Իսկ ինչ աշխատանքներով էիր զբաղվում այնտեղ։ Բիզնեսով։ Պիցցայանացում էի։ Քո բիզնեսն էր կառավարում, թե ինչ-որ մեկի հետ համատեղ աշխատում էիր կամ ինչ-որ մեկի բիզնեսում աշխատում էիր։ Եթե ապրում ես ուրիշ երկրում, չպիտի ունենաս ինչ-որ ամբիցիաներ, իհարկե կա, որ կաշխատես ուրիշի մոտ, կաշխատես քո բիզնեսում։ Ես չեմ դրել տարբերություն ինչ եմ անում։ Ես գնացել եմ այդ քայլին, տեղափոխվել եմ ուրիշ երկիր ու այդ ամեն ինչը գիտակցել եմ, որ ես չեմ գնում միանգամից իմ մասնագիտությունով ապրելու։ Չէ, հնարավոր է որ ուրիշ բաներ լինի։ Ու պատահել է իհարկե։ Սեփականել եմ ունեցել ու ունեցել եմ նույն պարտներով բիզնես, միասին աշխատել ենք։ Տես դու նշում ես, որ մի շրջան կար, երբ դերեր էիր բաց թողնում, երբ ապրում էիր Միացյալ Նահանգներում։ Վերադարձար Հայաստան, բայց այստեղ էլ ինչ որ մի բան արդեն ինչ որ մի շրջան բաց էիր թողել։ Ու այնպես չէ, որ վերադարձար ու մեկը մյուսի հետևից սկսեցին նկարահանումները։ Իհարկե հիմա full house-ով նոր նախագիծ եք նախապատրաստում եւ առաջիկայում զբաղվածություններ լինելու են, բայց վերադարձար Հայաստան նորից ճիշտ է ասել, որ զրոյական կետում հայտնվեցիր։ Չէ, զրոյական կետում չէ։ Բայց ամեն դեպքում այն կետում չէր, չէ, որտեղից գնացիր։ Ընդհանրապես այն կետում չէ, որտեղից որ գնացի, որտեղ այսպես ասած այն ժամանակահատվածը, որ ես ցենց բարկա չէ, պիկի վրա, երբ որ ես արդեն այդտեղ էի հասել ու ես արդեն ուրիշ ֆիլմերից հրավերներ պիտի ունենայի մյուսը, ես թողեցի ամեն ինչ ու գնացի սարերից այն կողմ ավելի քաղցր բան գտնելու, բայց չեմ կարող ասեմ սխալ էր թե ճիշտ էր, ամեն դեպքում հիմա վերադարձել եմ։ Ես ընդհանրապես արածի համար չեմ սիրում փոշմանալ, պիտի փոշմանես չարածի համար։ Դա փորձ էր, փորձեցի, փառք Աստծո ինքը շատ դրական կողմեր էլ ունի, բացասական կողմեր էլ ունի։ Փառք Աստծո հետ երկրորդը կապ չուներ, բայց ընդհանրապես չեմ փոշմանում իմ արածների համար։
Միշտ գլուխս բարձր քայլում եմ, այդ ամենակարևորը։ Վերադարձար Հայաստան ու հասկացար, որ մի կարևոր շրջան ամեն դեպքում բաց ես թողել, որտեղից սկսեցիր ու արդյոք քո գործունեությունը հիմա սահմանափակվում է քո մասնագիտական դաշտում, թե ուրիշ դաշտում էլ ես աշխատանք ծավալում։ Հայաստանում ուրիշ դաշտում աշխատանք չեմ ծավալում, միայն զբաղվում եմ դերասանությունով, մենակ զբաղվում եմ գրելով։ Ես նաև գրում եմ ինչ-որ բաներ, իմ մասնագիտությամբ եմ աշխատել Հայաստանում, իսկ թե ինչ բիզնես ունեմ Ամերիկայում կամ ինչա կատարվում, այդ թող գաղտնիք մնա։ Այսինքն դու հիմա ունես Ամերիկայում բիզնես, որը քեզ դեռ ապահովում է որոշակի եկամուտով։ Ինքը բիզնես չի, ինքը սենց բիզնեսը։ Հա, ունեմ։ Պատրաստվում եք Full House-ի համերգներին։ Full House-ի հետ կապված եւս մի նորություն կա, չգիտեմ դրա մասին խոսվել է թե չէ, դրա համար չեմ բարձրաձայնի, բայց բացի Full House-ի հետ կապված նորությունները, ինչ գործունեություն ես հիմա ծավալում Հայաստանում։ Գրում ենք նոր սիտկոմ, որը որ կնկարանենք դեկտեմբերին, շատ լավ բան է սպասվում։ Այստեղ նկարահանվեցի ֆիլմում, մի հատ ուրիշ ֆիլմի առաջարկ ունեմ, ամառը կնկարվենք։ Ըստ էության մարդիկ քեզ ճանաչեցին որպես Full House-ի հրաչ ու որպես կանոն, երբ լինում է որևէ հաջողված նախագիծ կամ հաջողված կերպար, հետո դերասանի համար բավականին բարդ է լինում գերազանցել սեփական հաջողությունը։ Բայց պետք է, որպեսզի մարդուն չհիշեն մի կերպարով։ Քեզ դերևս միևնույն է հիշում են Full House-ի հրաչ որպես։ Դու ունես քո առաջ խնդիր կոտրելու դա ու հետագայում ներկայանալու կերպարներով, որոնք ոչ թե մոռացնել կտան, չէ, սա քո ճանապարհի կարևոր կետն է, այլ պարզապես քեզ նաև որպես ուրիշ պլանի դերասան ցույց կտան մարդկանց։ Իհարկե ունեմ նպատակ, նույնիսկ երազանք, որ խաղամ այնպիսի կերպարներ, որոնք ավելի շատ կսիրվեն, քան հրաչներ, բայց հրաչի կերպարը իմ համար եղել է տրամպլին, ցանկացած երգչի կամ դերասանի կյանքում կա երգ կամ կերպար, որը որ իրան սիրել է տալիս ու ժողովուրդը իրան այդ կերպարով է սիրում։ Իսկ Հայաստանում Full House-ը մինչև հիմա ամեն օր էկրաններից չի իջնում, դրա համար մի քիչ այդ կերպարից փախնելը Խոսքս փախուստի մասին չէ, ավելի շատ, տես, յուրաքանչյուր դերասան ուզում է երևա, որ ինքը բազմապրոֆիլ դերասան է։ Հիմա օրինակ քո պարագայում մարդիկ գիտեն, որ օրինակ այդ հրաչի կերպարը դու կարող ես շատ լավ խաղալ, բայց օրինակ դրանից ծայրահեղ տարբեր կերպար ինչպես կխաղաս։ Մարդիկ որպես այդպեսին չգիտեն, բայց դերասանը ուզում է ցույց տալ, որ ինքը բազմագույն դերասան է։ Իմ բաստաղումներից մեկը, որ ասում եմ, այդ տարիների ընթացքում բաց եմ թողել, հենց այդ է խնդիրը, որ ես սիրվեցի մարդկանց կողմից որպես հրաչ ու հնարավորություն չունեցա ուրիշ կերպարներով հանդես գալ։ Բայց ես ինստիտուտի տարիներին խաղացել եմ շատ լուրջ կերպարներ եմ խաղացել, ներկայացումներ եմ խաղացել, որ մարդիկ ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես միատեսակ դերասան չեմ։ Էկրաններին դու երազանքի դեր ունես։ Կուզեի Հայաստանի արքաների մասին ինչ-որ կինո նկարվեր լուրջ, որտեղ մենք ունենք մեծ պատմություն, բայց չունենք այդ պատմությունը ներկայացնող ոչ մի ֆիլմ այս կյանքում, մանավանդ մեր արքաների հետ կապված, կուզեի ցանկացած արքայի կերպարում խաղալ։ Ես առհասարակ չեմ ընդունում, երբ մարդիկ լուրջ կերպար ասելով պատկերացնում են դրամա, որովհետև հումորային ժանրում կարելի է շատ ավելի լուրջ կերպար մարմնավորել եւ լուրջը այստեղ կերպարի կշռի մասին է խոսքը եւ դերասանական հմտության մասին է խոսքը, ոչ թե որ կարող է կերպարը ծիծաղեցնել կամ չէ։ Բայց շատ հաճախ նկատում եմ, որ ենթադրենք մարդիկ, ովքեր հաճախ խաղում են դրամայում, իրենք ցանկություն են ունենում ներկայանալու հումորային նախագծերում, ու մարդիկ, ովքեր հումորային նախագծերում են նկարահանվել, ցանկություն են ունենում ներկայանալու դրամայում։ Դու ունես այդ ցանկությունը ժանրային կտրուկ փոփոխություն անելու։ Իհարկե։ Բայց քայլեր կան այդ ուղղությամբ, թե այս պահին դեռ աշխատում ենք սիթքոմի վրա։ Քայլերը իմ կողմից չպիտի լինեն։ Քայլերը պիտի լինեն ռեժիսորների կողմից, սցենարիստների կողմից, եթե իրանք ինձ հարմար կերպար գտնեն, որը որ ձեր ասած լուրջ կերպարն է, ես կկարդամ, կհամաձայնվեմ կամ չեմ համաձայնվի։ Եղել է, որ ինձ առաջարկել են լուրջ կերպար, բայց կարդացել եմ, դուրս չի եկել, ասել եմ չէ, կներեք, չեմ ուզում։ Դու գրում ես հումորային ժանրում սցենարներ, թե նաև այլ ժանրերում։
Ժամանակին այլ ժանրերում եմ գրել, բայց հիմա ժամանակ չունեմ ուրիշ բաներ գրելու ուղեղս տենց բաների համար հիմա զբաղված եմ։ Որ նախագծերի սցենարական թիմերում ես ներգրավված եղել։ Դա շատ շուտ է եղել, մենք հումորային հաղորդումներ այն ժամանակ, երբ որ փոքր էինք, TV-ում տարբեր հաղորդումների սցենարներին եմ մասնակցել, բայց որ տենց կոնկրետ ինչ-որ մի բանի ասեմ մասնակցել եմ, չէ։ Միշել, դու խորհուրդներ տալիս ես Մոսոյին մասնագիտական առումով։ Ոչ, խորհուրդներ չեմ տալիս, որովհետև ես այդ բնագավառում չեմ ու կարծում եմ սխալ կլինի իմ խառնվել այդ բնագավառի մեջ ու սխալ խորհուրդ եթե պետքա տամ, ոնց որ իմաստ չկա խորհուրդ տալու։ Բայց այստեղ կարծիքների փոխանակում, քո դիտանկյունից ինչ-որ բան նկատել, ասել, ի վերջո այնինչ անում է Մոսոն, մարդկանց համար է, որոնք ինձ ու քեզպես գուցե ոլորտի մասնագետը չեն, բայց նայելու են ու գնահատական են տալու։ Այդ դեպքում ուղղակի աջակցում եմ Մոսոին, եթե ինքը հարցնի ինձ ինչ-որ մի բան, հա, ես մեծ սիրով կփորձեմ խորհուրդ տալ, բայց ինձ համար սխալ է խառնվել այդ ոլորտի մեջ, որտեղ որ որպես հանդիսատես միգուցե ինչ-որ մի բան ասեմ, բայց ես դա որպես խորհուրդ չեմ ընդունում, ուղղակի որպես հանդիսատես իմ կարծիքն եմ ասում։ Ես ընդհանրապես, երբ որ ինչ-որ թեմա կա ինձ վերաբերական չի ու ես չունեմ գաղափար այդ թեմայի մասին, ես փորձում եմ չխառնվել։ Իսկ դու երբեմն ունենում ես երկրորդ կարծիքի կարիք, թե այդ երկրորդ կարծիքը փնտրում ես գործընկերների հետ մեջ, որոնք մասնագետ են։ Կարծիք միշտ ուզում եմ լսեմ, միշտ ինձ հաճելի է կողքից, որ ինձ ինչ-որ խորհուրդ են տալիս, այդ խորհուրդը դու պիտի լսես ու կարողանաս ճիշտը գտնես դրա մեջից ու առաջնորդվես դրանով։ Իհարկե, խորհուրդը միշտ էլ կարևոր է, միշտ էլ ունեմ այդ խորհրդի կարիք։ Իսկ ովքեր են քեզ քո կյանքում միջավայրում ամենաշատ խորհուրդ տվող մարդիկ։ Մեծ ընկերներ ունեմ, իմ տարիքակից ընկերներ ունեմ, ծնողներս, մամաս։ Մոսո իմիջիայլոց մենք երբ որ խոսեցինք Full House-ի մասին, Full House-ի շուրջ ժամանակ եղավ, երբ շատ քննարկումներ եղան տարբեր մարդկանց խնդիրների ու փոխհարաբերությունների մասին։ Շատ լավ է, որ ամեն բան անցած է, Full House-ի թիմը այսպես լիարժեք հիմա միասին ներկայանում է եւ այլն, բայց քո անունը երբևէ որևէ կոնֆլիկտի հետ չի ասոցացվել։ Դու տեսակով կոնֆլիկտային մարդ չես, թե դու թիմում կարողանում ես ձիճումներ անել, ինչպես ստացվեց, որովհետև մի շրջան կար, երբ տարբեր մարդկանց տարբեր կոնֆլիկտներ վերագրվեցին, որոշ մարդիկ խոսեցին նաև խնդիրների մասին, հենց ուղիղ, բայց քեզ հետ կապված որևէ կոնֆլիկտի վերագրում չի եղել։ Ես կոնֆլիկտային մարդ չեմ, իմ մոտ պիտի հասնի ինչ-որ մի հատ կետ կա տեղ, որ ես մարդու հետ կոնֆլիկտի մեջ մտնեմ ու եթե խոսակցությունը, այսպես ասած, կանացի խոսակցությունը ինձ հետ ընդհանրապես հետաքրքիր չի, ես չեմ մտնի երբեք չեմ խառնվի այդպես խոսակցություններին։ Իմ կոնֆլիկտը կարա լինի անշնորհք մարդու հետ։ Իմ կոնֆլիկտը կարա լինի այն մարդու հետ, ով որ տարածքը չի հարգում, բայց ես երբեք ինչ-որ տենց մանր-մունր փոքր բաների համար ինչի՞ս է պետք։ Full House-ում քո ընկերներն են, թե գործընկերներ։ Ընկերներս։ Բոլորը իմ ընկերներն են անխտիր։ Այս տարիների ընթացքում, որ չէիք նկարահանվում, բոլորի հետ կապ պահել ես։ Միշտ բոլորի հետ կապի մեջ եմ, չեմ ասի ամեն օր զանգում ենք իրար կամ ամիսը մեկ, բայց երբ իրար տեսնում ենք, հաստատ գլուխս բարձր գնում եմ, գրկում եմ, նույնն էլ իրանք։ Չունեմ ոչ մեկի հետ ինչ-որ կոնֆլիկտ կամ ինչ-որ հարաբերություն բարձելու ինչ-որ խնդիր չունեմ։ Ital Solar-ը մշտապես ունի լավ առաջարկներ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որոշել են հրաժարվել էլեկտրաէներգիայից օգտվելու ավանդական տարբերակից եւ անցնել արևային կայանների գործածմանը։ Այստեղ միշտ կան լավ ակցիաներ, այնպես որ ընթացիկ առաջարկին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 81228։
Էլեկտրաէներգիան արևից ստանալու ճիշտ ժամանակն է։ Ital Solar-ն էլ հրաշալի առաջարկ ունի։ Մարտի 1-ից մայիսի 31-ը ձեռք բերեք արևային կայան Ital Solar-ից եւ հնարավոր է հենց դուք դառնաք այն 3 հաջողակ գնորդներից մեկը, որոնք մասնակցելով խաղարկությանը կարող են շահել իրենց արևային կայանի ամբողջական գումարը, անկախ նրանից գնումը կատարել են ապառիկ թե կանխիկ։ Եթե նույնիսկ դուք չդառնաք այս 3 հաջողակ գնորդներից մեկը, միևնույն է գնումը կատարելով Ital Solar-ից շահելու եք, որովհետեւ ապառիկի առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն վճարելու է Ital Solar-ը 8-1-2-8 զանգահարեք եւ ձեռք բերեք ձեր արևային կայանը։ Մենք երբ խոսում էինք ձեր երկուսի հարաբերությունների մասին, անդադ ավելի շատ խոսում էինք թե երկուսդ իրար ինչպես ադապտացաք ձեր փոխհարաբերությունների մասին, բայց շատ կարևոր է նաև թե ինչպես եք ադապտանում միմյանց ընտանիքին։ Այ օրինակ Մոսոյի մայրիկը դեռ տարիներ առաջ քեզ տեսել էր եւ ասել էր դու իմ հարսն ես լինելու, բայց երբ արդեն դարձար հարսը, ինչպես ձևավորվեցին հարաբերությունները։ Ես իր հետ ոնց որ ընկերներ լինենք, ես այդպես եմ ընդունում, ես նույնիսկ իմ լեզուն չի պտտվում, ասեմ, որ ինքին կիսուրն է, այդ բառը արդեն մի տեսակ ոնց որ ծանրացնի ու դա ընդհանրապես իր համար չի այդ անունը, որովհետև նույնիսկ երբ որ մենք կռվում ենք, միշտ իմ կողմից է, միշտ ես վստահ եմ, որ նույնիսկ երբ որ մենք հավաքվում ենք ու իմ ընկերուհիներն են միտեղ որտեղ որ Մոսոյի մայրիկն էլ կա, ոնց որ իմ ընկերուները նույնիսկ իր հետ շատ լավ ընկերանում են, ինքը սենց հոգով շատ երիտասարդ, շատ բանիմաց ու այնպիսի կին է, որ կարող եմ հանգիստ վստահել, հանգիստ գնալ, խոսալ իմ առօրյա խնդիրներից, նույնիսկ եթե դա ագրեսիվ բնույթ է կրում, ինքը ինձ հանգիստ կլսի, իր խորհուրդը կտա, մենք միասին կխոսենք, միասին կսրճենք ու ինձ համար մենք շատ տաք ջերմ հարաբերությունների մեջ ենք, իրոք այդպես է, որովհետև ես ընդհանրապես չհարմարվող տեսակ եմ մարդկանց հետ ու ես այսպես հաստատ չէի խոսա, եթե իրականում այդպես չլիներ։ Ես իրան համարում եմ ինձ շատ հարազատ, իմ ընտանիքի անդամ։ Մոսոյից զատ եմ, այնպես չի ասում եմ, դե իր մաման է, սիրեմ, այդպես ընդհանրապես չեմ մտածում, էլի, ես իրան ճանաչել եմ մինչև Մոսոն ու ես արդեն իր հանդեպ ունեի ձևավորված սեր, ինչը որ ժամանակի ընթացքում ավելի է խորանում։ Երբեմն ասում են, որ սկեսուրի եւ հարսի հարաբերությունները կախված են նաեւ տղամարդուց, երբեմն ասում են, որ չէ, դա կանանց հարաբերություններ է։ Դու այդտեղ ինչ որ ներդրում ունես, որ իրենց հարաբերությունները ինչպիսին լինեն, թե? Չէ, ոչ մի ներդրում չունեմ։ Ոչ ասել եմ մամայիս հետ սենց կլինես կամ նենց կլինես, չէ։ Մեզ մոտ առանձին սեր է։ Ընկերներ են, իրանք ընկերություն են անում իրար հետ, իրանք առանձին իրար սիրում են։ Ինքը իր Միշելիկն է, ինքն էլ իր արևծեցե ջանն է։ Իրանք իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ են, չէ, երբեք չի եղել են։ Ես նույնիսկ եմ բանը չեմ ընդունում, որ մամայիս կասես մամա։ Կուզես կասես, չես ուզի, մի ասա, կուզես լավ եղի, կուզես վատ եղի, բայց իմ ծնողն է։ Ես քո ծնողին հարգում եմ, սիրում եմ, ապա արտավորես դու իմ ծնողին հարգես, սիրես։ Մանավանդ ես ունեմ նենց ծնող ու ինքը նենց ծնող ունի, որ մենք կարանք հանգիստ ասենք, որ այդ կոնֆլիկտները չի լինի, էլի, մեր մեջ։ Ես է զոքաչիս համար գժում։ Նույնիսկ լեզուս չի ֆորում, ասեմ զոքաչ։ Շատ լավ աղջիկ է ինքը, մենք 10 տարվա տարբերություն էլ մերն է։ Նույնը կասեմ Միշելի պապայի մասին, շատ լավ տղա է, շատ լավ անձնավորություն է։ Դուք առանձին եք ապրում երկուսով, թե մայրիկիդ հետ եք ապրում։ Ես Միշելը մաման։ Ես ընդհանրապես չեմ զգում, որ այն ինչ որ աղջիկների մեջ կա, վայ, կիսուրիս հետ եմ ապրում, այդ իմ համար ստրես է, ինձ մոտ այդպես չի։ Նույնիսկ երբ որ Մոսոն տունը չի, մենք միասին ենք տանը, օրինակ ինքը իր սենյակում է, ես եմ կանչում, ասում եկեք նստեք, խոսենք, շփվենք, ինքը օրինակ ասում է, հա, այսպես, չգիտեմ, շատ գարմոնիչն է ամեն ինչը գնում, այնպես չի, որ Հորմոնիկ։ Ձևական ինչ որ բաներ չկա, ասեմ, լավ, սենց կուլ տամ ժպտամ, անցնի գնա, այդպիսի զգացողություն երբևէ չեմ ունեցել։ Մոսո դու հիմա երջանիկ ես։ Իհարկե, չի երևում։ Ինչու եմ ես այս հարցը միշտ մարդկանց տալիս, որովհետև երբեմն մենք ունենք ամեն բան երջանիկ լինելու համար, բայց չենք նկատում դա։ Ու
երբեմն բոլորս կյանքում էլ կան նաև բացեր, բայց մենք կարողանում ենք երջանիկ լինել։ Ես էլ բոլոր մարդկանց նման ունեմ բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ, բայց կկրկնեմ, ես որ ուզում եմ գամ տուն, դա արդեն երջանկություն է։ Եթե մարդը ուզում է աշխատանքը, այնտենց չգրված խոսք կա, չէ՞, ասում մարդը պիտի սիրով գնա աշխատանքի, սիրով գա տուն։ Իմ մոտ դա ստացվում է։ Միշել, իսկ դու? Ես էլ եմ երջանիկ։ Կարծում եմ երկուսիս կյանքում էլ այնպես չի, որ մենք դժբախտ շրջան ենք ունեցել, մինչև ամուսնությունն էլ ենք եղել երջանիկ, մինչև ամուսնությունն էլ են եղել լավ ու վատ պահեր, ոնց որ բավարարված ենք եւ աշխատանքով եւ մեր ընտանիքով, ուղղակի մեկս մյուսին էլ ավելի շատ ենք երջանկացրել։ Ամեն դեպքում կարծում եմ ամուսնությունը հենց դրա համար է նախատեսված, որ ոչ թե մնա այնպես ոնց որ կա կամ իրար դժբախտացնել, այլ հակառակը դեպի լավը փոխվի։ Եթե չէ, ավելի լավ է ոչ մեկ չամուսնանա։ Եթե պետք է ամուսնանա ու դժբախտանա, միանշանակ ոչ։ Երբեմն լինում է, որ զույգը ամուսնանում է ու մտածում է, որ որոշ ժամանակ հետո երեխա կունենա, ու լինում է, որ ամուսնանում են ու ուզում են, որ շուտ երեխա ունենան, ընտանիքը շուտ համալրվի։ Դուք ընտանիքի համալրման մասին հիմա մտածում եք։ Ամեն օր կոպիտան է չէ։ Չէ։ Դու շատ ես ուզում պապա դառնալ։ Ես արդեն հայր եմ ու նորից կուզենամ հայրանալ, իսկ Միշելը իհարկե այդ երազանքն է։ Ես ցանկանում եմ, որ շուտ համալրվի, որովհետև ես համարում եմ իմ աշխատանքում որոշ չափով արդեն կայացված, ես ունեմ արդեն ամեն ինչ, որ ինձ անհրաժեշտ է ու հիմա իմ կյանքի բացը, այսպես ասեմ, դա է, որը որ ես կուզենամ շուտ լրացվի։ Մոսո, երբ ես հարցրեցի հայր դառնալու մասին, դու միանգամից այնպես ժպիտ եկավ դեմքիդ, իսկ դու հիմա ինչպեսի հայր ես։ Ինձ թվում է լավ։ Չեմ կարող ասեմ վատ հայր եմ։ Միակ վատ բանը, որ հիմա ինձանից մի քիչ հեռու է, բայց ես երբեք չեմ դադարում իր հետ շփվել, ես ամեն օր իր հետ կապի մեջ եմ, ինքը գալիս է, ես գնում եմ, Միշելի հետ շատ լավ հարաբերությունների մեջ են իրանք։ Հիմա կյանքը սենց է ստացվել։ Հեռավորությունը իհարկե խնդիր է, բայց շատ ավելի մեծ խնդիր է, երբ մարդիկ կարող են մի երկրում ապրել, բայց հոգով իրարից այնքան հեռու լինեն, որ ուղղակի տարիներով իրար հետ չշփվեն։ Բայց տես դու նշում ես, որ ինտենսիվ իրար հետ շփվում եք, այսինքն դու ամեն բան անում ես, որպեսզի քո երեխայի կյանքում բաց չնկատվի, բայց ինքդ քո մեջ այդ չգիտեմ, դա մեղադրանք է պետք ասել, թե ուրիշ բառ, բայց ինքդ քեզ այդ խարազանումը ունես, որ վայ տղաս գուցե ինչ-որ բաներում իմ պակասը զգում է։ Ժամանակ առ ժամանակ լինում է այդ զգացողությունը լինում է, բայց ես մտածում եմ, որ սա կյանք է, մենք հաճախ չի որ ընտրում ենք, թե ինչ պիտի լինի մեր կյանքում, այս բանը տենց է ստացվել, փառք Աստծո, ես եմ կարողանում գնալ գալ, ինքն է կարողանում գալ գնալ, մենք ամեն օր համերաշփվում ենք իրար հետ ու հա կան օրեր, որ մտածում եմ ես այսօր կարա իրան տանեի ֆուտբոլի կամ չգիտեմ ինչի, բայց հիմա սենց է ստացվել։ Միշտ կարոտում եմ, միշտ ուզում եմ կողքս լինի իմ երեխան, միշտ իրան գրկելու, համբուրելու ցանկությունը կա, բայց կկրկնեմ, սա կյանք է, ոչ մեկս չենք ընտրում ինչա լինելու, հա, մեծ մասը մենք ենք ընտրում, բայց այսօր սենց է ստացվել, ես ոչ հրաժարվել եմ իմ երեխուց, փառք Աստծո, ոչ ինչ-որ տենց մտքեր ունեմ կամ ես իմ երեխան եմ, Միշելը ընդունում է իմ երեխային, ես դրանով արդեն երջանիկ եմ։ Դու Միացյալ Նահանգներում ինչ-որ կարգավիճակ ունես։ Քաղաքացի եմ։ Իսկ քո հեռավոր ցանկություններում կա Միացյալ Նահանգներ տեղափոխվելը։ Մի քիչ հարցն այնց է, որ կարող է տարիներ հետո լինեն այտենց ցանկություն լինի, բայց այս պահին տեղափոխվել ապրել Միացյալ Նահանգներ չեմ ուզում։ Գուցե դու Հայաստանում քեզ մասնագիտական առումով ռեալիզացվելու ավելի շատ հարթակներ ես գտնում, բայց մյուս կողմից կա ծանրակշիռ ինչ-որ մի բան, որը կարող է քեզ կանչել Միացյալ Նահանգներ, այս առումով քո բալանսը Հայաստանում մնալու ավելի խախտվում է։
Ես ընտրել եմ, որ գամ Հայաստան, ես այդ բոլոր հարվածները հաշվի առնելով եմ տեղափոխվել Հայաստան ու փորձում եմ հաղթահարեմ այդ բոլոր դժվարությունները ի շնորհիվ հեռախոսի, շնորհիվ այն հնարավորության, որ ես երբ ուզեմ կգամ, իմ երեխային կտենամ, ինչ պետք է, ոնց պետք է։ Միշել, իսկ դու քո կյանքը պատկերացնում ես այլ երկրում։ Ճիշտ ասած, այդքան էլ ոչ, որովհետև ինձ համար արդեն ես ընդհանրապես ծնվել ու մեծացել եմ Շվեյցարիայում ու ինձ համար արդեն իսկ այդ տեղափոխությունը բավականին դժվար էր հարմարվել ընդհանրապես, ճիշտ է, իմ հայրենիքն է, ես շատ սիրում եմ Հայաստանը, բայց այդ ժամանակ երեխա էի ու ինձ համար շատ դժվար էր այդ անցումը կատարել։ Հիմա նորից այդ ամեն ինչի միջով չեմ կարող ասել ինչ կլինի ընդհանրապես հետագայում ընդհանրապես կյանքը անկանխատեսելի է, բայց այս պահին ես կարծում եմ, որ ես պատրաստ չեմ տեղափոխվել, ասենց ամբողջությամբ կտրվել Հայաստանից ու գնալ մեկ այլ երկիր։ Իսկ դու Հայաստանի քաղաքացի ես, թե դու ես։ Այո, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Իմիջիայլոց քո գործունեության մասով Մոսոն նշեց, որ արտինատուրայում ես սովորում, մասնագիտությամբ բժշկուհի ես, ինչպես ես տեսնում քո ապագան։ Ես իմ ապագան հենց ես ավարտել եմ քոլեջը, հետո համալսարանը, հիմա արտինատուրան մի քանի ամսից ավարտում եմ ու ես իմ ապագան հենց առաջին այդ քոլեջային տարիներից փորձել եմ կերտել, ինձ իմ մայրն է շատ աջակցել այդ հարցում, մինչև այսօր էլ աջակցում է ու իմ կարելի ասել հաջողության գրավականը հենց նա է, որովհետև ես կարող էի կոտրվել ճանապարհին, կոտրվող տեսակ եմ եղել երբ որ դեռ նոր էի սկսում, ես պատրաստ եմ արդեն ամեն ինչին, ինձ իմ մայրիկը բավականին ուժ է տալիս մինչև առ այսօր, ես չեմ պատկերացնում առանց իրա իմ ուժը ես կկորցնեմ, բայց ինքը ինձ հասցրել է այն աստիճանին, որ ես կարող եմ ինձ վստահ համարել, որ ես այլևս կոտրվող տեսակ չեմ։ Ու իմ ապագան միանշանակ դա բժշկությունն է, ես ինձ ուրիշ ոչ մի տեղ չեմ պատկերացնում ու ի սկզբանե դեռ 12-13 տարեկանում ես գիտեի հստակ, որ ես պետքա բժշկության ոլորտում գործունեությունս ծավալեմ ու այդպես էլ եղավ ու ես դիմաց նոտային վիրաբույժ եմ, շարունակելու եմ այդ գծով։ Մենք երբ բախվում ենք իրար բնավորության տարբեր գծերի ուժեղ ու թույլ կողմերի հետ, երբեմն կարող ենք իրար ուժ տալ, երբեմն կարող ենք իրար սթափեցնել։ Այսինքն մենք տարբեր բանալիներ ենք գտնում դիմացի մարդուն ինչ որտեղ առաջ մղելու համար։ Այդ դուք ինչ տարբերակներ ունեք մեկը մյուսին առաջ մղելու համար։ Դե մի մտածի կյանքս ամեն ինչ լավ կլինի, դա ամենաառաջինն է ու ցանկացած թե ես որ նեղվածություն ունեմ ինչ-որ մի բանից Միշելն է նույն արտահայտությունները անում, նույնն էլ ես։ Իսկ երբեմն իրար նաև սթափեցնում եք, թե միշտ այդ սատարող կողմն եք պահում ու դա ավելի շատ է օգնում։ Սթափեցնում էլ ենք հաճախ եւ եթե զգում ենք, որ մոլորության մեջ է կամ չգիտի ինչ անի, ոնց անի կամ ուղղակի ագրեսիվ շրջան է, փորձում ենք սատարել, ցույց տալ, որ այդքան էլ այդպես չի։ Ագրեսիվ շրջան ավելի շատ ում մոտելնում Մոսոյի թե քո։ Կանանց։ Հա։ Այո։ Բայց իրականում Մոսոն իր դրական տրամադրությունով ու դրական տրամադրվածությունով նաև շատ է օգնում, երբ որ ինձ համար sense ամեն ինչ սևա սերի է, ինքը sense մի հատ նախադասություն ասում, որ ես հասկանում եմ, որ դե լավ է, այդքան էլ տենց ուժս չէր էլի, ոնց որ ես պատկերացնում էի ունի այդ ուժը դրական մտածելու, դրական տրամադրվելու, ինչը որ իմ մոտ մի քիչ թույլ է զարգացել։ Մաղթում եմ, որ այդ միշտ դրական մտածողությամբ առաջ գնաք, որովհետև այդ կյանքում շատ կարևոր է։ Երջանկության մասին հարցի ժամանակ ասացի, որ ամեն բան այստեղից է սկսվում ու ուզում եմ միշտ զգաք երջանկությունը ու այն ինչ որ ունեք, ձեզ երջանկացնի։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի էր ամենաճ։ Նմանապես։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը
բուժեց։